Հաղորդման գործընկերն է Էլիպս ընկերությունը։ Էլիպս 20 տարուց ավելի անվտանգության համակարգերի ոլորտի առաջատարը Հայաստանում։ Բարև ձեզ, եթերում 02 հաղորդաշարի հերթական թողարկումն է։ Այսօր մեր ծրագրում կարող եք դիտել։ Անչափահասը ամեն անգամ Կարենին տեսնելիս մղձավանջ էր ապրում, հասկանում էր, որ էլի պիտի վճարի։ Հերոին էր գնել անծանոթ տղամարդուց, Երևանի բանկի կռուկ կոչվող խաչմերուկից 50,000 դրամով։ Գումարը տեղավորելով Վինսթոն ծխախոտի տուփի մեջ դնում էր էլեկտրաբաշխիչ պահարաններից մեկի մոտ ու հեռանում, որոշ ժամանակ անց վերադառնալով նույն տուփի մեջ արդեն գտնում էր Սուբոտեքսի հաբերը։ Սեպտեմբերի 10-ին տեղի ունեցավ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների բնականոն ընթացքն ապահովելու նպատակով ոստիկանության պետ գեներալ լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանի հրամանով ստեղծված համակարգող խմբի նիստը, որի ընթացքում ամփոփվեցին սեպտեմբերի 9-ին կայացած ընտրությունների ընթացքում ոստիկանության աշխատանքի արդյունքները։ Նիստը վարում էր խմբի ղեկավար, ոստիկանության պետի առաջին տեղակալ ոստիկանության գեներալ մայոր Հունան Պողոսյանը։ Խորհրդակցության ընթացքում համապատասխան ստորաբաժանումների ղեկավարները ներկայացրին կատարված աշխատանքը։ Նշվեց, որ կազմակերպված ծառայության շնորհիվ, ինչպես զանգվածային լրատվության միջոցներով, այնպես էլ տեղերում օպերատիվ պարզաբանումներ են տրվել ահազանգերին, շտկվել են թերությունները, քաղաքացիները ստացել են իրենց ուզող հարցերի պատասխանները, պահպանվել է պատշաճ հասարակական կարգ ու կանոն։ Քարոզարշավի ընթացքում ստացվել է 11 ահազանգ, որոնցից 2-ով կատարված ստուգումներով պարզվել է, որ դրանք իրականությանը չեն համապատասխանում, իսկ 9 դեպքերով նախապատրաստվում են նյութեր։ Ընտրությունների օրը ստացվել է 35 ահազանգ, որոնցից 1-ով կատարված ստուգումներով պարզվել է, որ այն իրականությանը չի համապատասխանում։ 33-ով նախապատրաստվում են նյութեր, իսկ 1-ով ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության կողմից քաղաքացուն տրվել է պարզաբանում։ Ընտրություններից հետո ստացվել է 2 ահազանգ, որոնց կապակցությամբ եւս նախապատրաստվում են նյութեր։ Հունան Պողոսյանը հանձնարարեց հիմնվելով առկա փորձի վրա միջոցներ ձեռնարկել արձանագրված թերությունները վերացնելու ուղղությամբ եւ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների երկրորդ փուլում հասնել հասարակական կարգի ապահովման առավել կազմակերպվածության, վերացնել բացթողումները, կատարելագործել ահազանգերի արձագանքման մեխանիզմը։ Խորհրդակցության ընթացքում որոշում կայացվեց ընտրությունների երկրորդ փուլից առաջ մարզեր գործուղել ոստիկանության կենտրոնական ապարատի ծառայողների ծառայությանը նախապատրաստվելու ընթացքը, ոստիկանների պատրաստականությունը ստուգելու եւ անձնակազմին անհրաժեշտ աջակցություն ցուցաբերելու նպատակով։ Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրության երկրորդ փուլի ընթացքում եւս գործելու է բազմուղի հեռախոսային կապ եւ քաղաքացիներն իրենց մտահոգող հարցերով կկարողանան դիմել ոստիկանության համապատասխան ծառայություններին։ Մեր աշխատանքում բազմաթիվ են դեպքերը, երբ 02-ի թողարկումից հետո տուժած քաղաքացիները ճանաչել են իրենց դեմ ոտնձգածներին ու շտապել ոստիկանություն, նաև այնպիսիք, ովքեր մինչ այդ թերահավատորեն հապաղել էին։ Մեր նպատակը շատ պարզ է՝ հանցավորության դեմ արդյունավետ պայքարի գործում ոստիկանության ամենաառանցքային գործառույթներից մեկն էլ կանխարգելումն է։ Այո, այսպիսի բառակապակցություն կա։ Մի քիչ առարկայական չի հնչում, բայց այնուամենայնիվ կա։ Սրանք այն փողերն են, որ ոչ թե վաստակում, այլ ձեռք ես գցում։ Ու շատ հաճախ հեշտ փողեր ձեռք գցելն ուղիղ իմաստով աղերսվում է հանցագործության հետ։ Կողոպուտը դասվում է ծանր հանցագործությունների շարքին։ Նյութը կարծում ենք արդիական է, որովհետև հենց միայն ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի, դատարաններում քննվող գործերի վիճակագրությունը եւ պարզ վերլուծությունը վկայում են, որ ուրիշի դրամին, գույքին, խաբեությամբ տիրանալու փորձերը սանձարձակ բնույթ են ստացել։ Անցնենք դեպքերին։
Հուլիս-օգոստոս ամիսներին ոստիկանության Արաբկիրի բաժնում կողոպուտի վերաբերյալ հայտարարություններ եղան։ Տուժողները պատկառելի տարիքի կանայք էին։ Դեպքերի կապակցությամբ քրեական գործեր հարուցվեցին։ Նախաքննական մարմնի առաջին քայլը թերևս ահաբեկված կանանց սթրեսից հանելն էր, որին հետևեց մանրակրկիտ զրույցը նրանց հետ։ Զգալի ինֆորմացիա պարզվեց։ Մասնավորապես կանանց կողոպտած անձի արտաքին նկարագրությունը վկայում էր, որ նույն մարդու մասին է խոսքը։ Ավելին բոլոր դեպքերում թիրախը ոսկյա վզնոցն էր եղել։ Կանանցից մեկը նույնիսկ վկայեց, որ ուշացումով, բայց հասկացել էր, որ իրեն հետևել են Կոմիտասի 1 հասցեում գտնվող գյուղմթերքների Կիրակնորիա շուկայից։ Հանցագործության տեսակներն ունեն յուրահատկություններ, դրանք ճանաչել է պետք բացահայտելու համար։ Օրինակ խարդախությունը, շորթումը ամենադժվար բացահայտվող հանցագործություններն են։ Ավելին, դրանք ամենադժվար ապացուցվող հանցագործություններն են։ Այսպես կասի ձեզ պրակտիկ իրավապահը։ Կողոպուտն էլ իր յուրահատկություններն ունի։ Հանցագործնելի բաց դեմքով է հառնում իր զոհի առաջ, բայց հիմնականում հաջողում է արագության, սանձարձակության հաշվին։ Ու էլի մի բան։ Կողոպուտ կատարածը հիմնականում չի դիմանում գայթակղությանը եւ կրկնում է արարքը։ Ոստիկանները լավ գիտեին իրենց անելիքը, բազմաբնույթ օպերատիվ հետախուզական միջոցառումներին զուգահեռ սահմանվել էր ուժեղացված ծառայություն շուկայի տարածքում, եւ ահա ընդամենը օրեր ու կանխատեսելի գայթակղությունն իրենն արել էր։ Սեպտեմբերի 2-ին ոստիկանները նկատել էին հնարավոր կասկածյալին, չէին շտապել ու հասկացել էին, որ հերթական ավարառության է դուրս եկել։ Ծառայություն ենք կատարում Կոմիտաս 1 գտնվող շուկայում եւ այնտեղ նկատեցինք մի երիտասարդի, որը անհանգի շարժումներ էր անում։ Նրա արտաքին տեսքը համապատասխանում էր մեր մոտ ունեցած նկարագրին։ Հետևեցինք նրան մինչև Գյուլբեկյան 24 շենքի մոտ, որն իր հերթին հետևում էր մի տարեց կնոջ։ Հերթական տարեց կինը, բնականաբար անտեղյակ իր շուրջը ծավալվող պրոցեսներին, հասել էր Գյուլբենկյան 24 շենքին, հատելով մուտքի շեմը, կոդավորված փականով կողպել էր դուռը, ակամա ձախողելով իր նկատմամբ պլանավորվող կողոպուտը։ Փակ դռան առաջ շվարած երիտասարդը միայն այդ պահին էր նկատել, որ իրեն հետևում են։ Բնականաբար ձախողել էր նաև փախուստի փորձը։ Փորձեց դիմել փախուստի, կանխեցինք փախուստը եւ վերման ենթարկեցինք ոստիկանության Արաբկիրի բաժին։ Արդեն ոստիկանության բաժնում պարզվել էր նրա ինքնությունը։ 31-ամյա Աշոտ Սարգսյանը Երևանից էր։ Կողոպուտի համար հասցրել էր նախկինում դատապարտվել։ Երիտասարդը միանգամից էլ խոստովանել էր, որ պատրաստվում էր հերթական անգամ կողոպուտ կատարել։ Նախկին դեպքերի մասին էլ չէր զլացել պատմել։ Սարգսյանը ձերբակալվեց։ Այս պահին նախաքննությունը դեռ ընթացքի մեջ է ու բացառել, որ նրա գործողություններից տուժածների թիվն ավելանալու է, տրամաբանական չէ։ Հայտնի փիլիսոփաներից մեկը շատ դիպուկ սահմանում է, որ խորամանկությունը խելքի հետ կապ չունի, ընդհանրապես սուտը, կեղծիքը մարդուն հատուկ առանձին որակներ են, որոնք սակայն առօրյայում իրացնելը բնավել դյուրին գործ չէ ու ոչ բոլորին է տրված։ Մենք առաջնորդվում ենք իրատեսական սկզբունքներով ու վստահ ենք, որ բացասական հանգուցալուծումները կարելի է կանխատեսել ու խուսափել դրանցից։ Հիմա ներկայացնում ենք հաջորդ դեպքը։ Սեպտեմբերի 5-ին ժամը 13:30-ի սահմաններում ոստիկանության պարեկապահակետային ծառայության գնդի 3-րդ վաշտի աշխատակիցները ծառայություն էին իրականացնում թիվ 99 փոստային բաժանմունքում, երբ նրանց մոտեցավ մի շփոթված կին։ Մեզ մոտեցավ մի տարեց կին եւ հայտնեց, որ մի երիտասարդ ցանկացել է գողանալ իր վզի շղթան։ Անմիջապես տեղյակ պահեցի դասակի հրամանատարի օգնականին։ Ոստիկանները հանգստացրին ահաբեկված կնոջը եւ պարզեցին կողոպտչի արտաքին նկարագիրը։ Պարեկայինների օպերատիվ փնտրողական միջոցառումների արդյունքում րոպեներ անց նրանց տեսադաշտում հայտնվեց մի երիտասարդ, որը Արզումանյան փողոցի թիվ 131 դպրոցի մոտ հեծանիվ էր նորոգում եւ լիովին համապատասխանում էր տուժողի նկարագրածին։ Ոստիկանները նրան հրավիրեցին փոստային բաժանմունք, տարեցկինն անմիջապես ճանաչեց իրեն կողոպտողին, ինչից հետո երիտասարդը բերվեց բաժին։ Պարզվեց, որ գյումրեցի 1982 թվականին ծնված Դավիթ Աթոյանն է։ Աթոյանը համառորեն պնդում էր, թե ինքը հանցագործության հետ կապ չունի, իսկ հարցին, թե տուժած կինն ինչու հենց իրեն մատնանշեց, ուներ իր կարծիքով տրամաբանական բացատրություն։ Դե ծերքին է ինքը, ասենք, խուճապի մատնված է եղել, լավ չի տեսել իր վրա հարձակվողին ու շփոթված է եղել, իրար խառնված է եղել, ասում է թրաշով, ասենք թրաշով որոշել է, որ այդ ես եմ։
Հարկ է նշել, որ Աթոյանը նախկինում մեկ անգամ դատապարտված էր, սակայն իր համոզմամբ նախորդ անգամ էլ անմեղ է եղել։ Կատարվում է նախաքննություն։ Երբ մարդը հասկանում է, որ իրեն խաբել են, երբ փաստը հայտնվում է իրավապահ կառույցների հետաքրքրությունների տիրույթում, կատարված դատապարտելի արարքի համար հատուցումը դառնում է շատ շոշափելի ու իրական։ Հիմա դեպքը ներկայացնենք։ Հրազդան քաղաքի բնակիչ 22-ամյա Կարեն Զախարյանը հաճախ էր Երևան ուղևորվում։ Գիշերային ակումբում ժամանակ անցկացնելը դարել էր նրա առօրյայի մասը։ Կենթանի երաժշտության ուղեկցությամբ սույն երիտասարդը գարեջուր էր ըմբոշխնում, հետո թեթև հոգով հրազդան վերադառնում։ Չկարծեք, թե վաստակածներ մսխում, փող ձեռք էր բերում հանցավոր ճանապարհով։ Սեպտեմբերի 4-ին ծանոթ անչափահասներից մեկից զանգահարելու պատրվակով նրա բջջայինը վերցրեց ու մինչ տղան հետևում էր բակում ֆուտբոլ խաղացող հասակակիցներին, նկատեցի, որ ինքն չի նայում, դրեցի գրպանս եւ հեռացա տեղից։ Նրա բացակայությունից անչափահասը զարմացավ, իր համարով զանգեց ու Կարենից բջջայինը հետ պահանջեց։ Սա խոստացավ վերադարձնել, բայց կատարվածի մասին տեղեկացավ նաև անչափահասի մայրը, որդու համարով զանգեց։ Կարենը չանջատեց հեռախոսը, բայց չխոսեց, լուռ լսում էր, թե ինչ է ասում։ Դրանից հետո վերադարձնելու որոշում կայացրեց։ Ուզում էի վերադարձնել, ճիշտն ասած, պրոստը վախի չկարողացա տանել։ Այդպես իբր վախեցած էլ տարավ ու վաճառեց 95,000 դրամ արժողությամբ հեռախոսն ընդամենը 7,000 դրամով։ Սեպտեմբերի 6-ին ոստիկանության հրազդանի բաժնի քրեական հետախույզները կողոպուտ կատարելու կասկածանքով բերման ենթարկեցին Կարեն Զախարյանին։ Արդեն ոստիկանությունում նա պատմեց բջջայինի բացահայտ հափշտակության մանրամասները։ Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվեց նաև, որ Զախարյանը մայիսից մինչև օգոստոսի վերջը իր ակումբային կյանքը կազմակերպելու համար մի անչափահասից շորթել էր գումար, նաև ոսկե շղթա, գրավադրելով ստացել էր 70,000 դրամ։ Ու քանի որ շղթան հետ վերցնելու մտադրություն չուներ, գրավատնից դուրս գալուց պայմանագիրը պատրել դեն էր նետել։ Կատարվածը անչափահասը չափազանց ծանր էր տանում, որևէ մեկի հետ չէր կիսվում։ Ամեն անգամ Կարենին տեսնելիս մղձավանջ էր ապրում, հասկանում էր, որ էլի պիտի վճարի, իսկ ընդդիմանալու դեպքում թևերին կապտուկներ էին առաջանում։ Երբ տնեցիները նկատում էին, արդարանում էր, թե իբր պտտաձողից է ընկել։ Հիմա արդեն, այսպես ասած, պտտաձողը ոստիկանության հրազդանի բաժնում է եւ զղջում է կատարածի համար։ Ու զղջում եմ այդ բանը, որ արել եմ հիմնադրությամբ այդ գտնում եմ այստեղ։ Առանձին դեպքերի ծանոթանալիս անկեղծ զգացողություն ես ունենում, որ եթե լսեիր նման պատմություն ուրիշից, կմտածեիր հորինված է եւ կամ չափազանցված։ Մեր ամփոփագրերում դրանք իրական են, ավելին փաստերն առեր ես։ Իսկ կողոպուտի վերաբերյալ գրեթե բոլոր բացահայտումները մի օրինաչափություն ունեն։ Այս հանցատեսակի վերաբերյալ տեսանյութերը ոչ պատահականորեն գրեթե միշտ ավարտում ենք նույն կերպ։ Ոստիկանները հիմնավոր կասկածներ ունեն, որ տվյալ անձի գործողություններից հնարավոր է ուժած լինեն այլ անձինք ևս։ Ավաղ շատ դեպքերում այդ հիմնավոր կասկածները դառնում են հիմնավոր փաստեր։ Ոստիկանությունը պայքարել ու շարունակելու է հետևողական պայքարը թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ, որովհետև թմրավաճառի թիրախը մարդն է, հասարակությունը, երկրի ապագան։ Ապօրինի թմրաշրջանառության ներկայացվող դեպքերում բացահայտումը հատկապես արժեքավոր է, քանի որ առգրավվածը պատկանում էր ծանր թմրամիջոցների խմբին։ Հուլիսի 9-ին ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության աշխատակիցներն օպերատիվ տվյալներն իրացնելիս թմրանյութ պահելու կասկածանքով բերման ենթարկեցին երևանցի նախկինում դատապարտված 39-ամյա Կարեն Նազարյանին։ Խուզարկությամբ նրա գրպանից հայտնաբերվեց B8 գրառմամբ Subotex տեսակի թմրամիջոցի նմանվող հաբ։ Ըստ Նազարյանի բացատրության հայտնաբերվածը թմրեցնող հաբ է, որը 1 ժամ առաջ Շենգավիթ մետրոյի մոտակայքում գնել էր 30-ից 35 տարեկան անծանոթ տղամարդուց 50,000 դրամով։ Ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում ոստիկանները պարզեցին, որ Նազարյանին թմրանյութ է իրացրել երևանցի 1981 թվականին ծնված Կարեն Ստեփանյանը, որը նույնպես բերվեց վարչություն։ Խուզարկությամբ նրա մոտից էլ հայտնաբերվեց Subotex թմրամիջոցի նմանվող 2 դեղահաբ։ Ոստիկանների պահանջով Ստեփանյանը Շամբնի տանիքից ներկայացրեց
իրացրեց Վինսթոն ծխախոտի տուփի մեջ պահված 2 կիսած, 12 ամբողջական սուբոտեքս թմրահապ եւ 6.6 գրամ մարիխուանա թմրամիջոցի նմանվող զանգված։ Պարզվել է նաեւ, որ Ստեփանյանը դեղահաբերն իրացնելուց առաջ հեռախոսակապ է հաստատել Արթիկ քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ 1968 թվականին ծնված Աշոտ Չիլինգարյանի հետ, որը հանցավոր աշխարհում հայտնի է ամերիկացի Աշոտ մականվամբ։ Հունիս-հուլիս ամիսներին Չիլինգարյանի ցուցումով Ստեփանյանը պարբերաբար սուբոտեքս է իրացրել 30-ից 50 հազար դրամով, իսկ թմրամիջոցն ու փողը փոխանակելու համար մշակվել էր հատուկ մեխանիզմ։ Աշոտի ցուցումով Կարենը գումարը տեղավորելով Վինսթոն ծխախոտի տուփի մեջ դնում էր Սեբաստիա փողոցի էլեկտրաբաշխիչ պահարաններից մեկի մոտ ու հեռանում, որը ժամանակ անց վերադառնալով նույն տուփի մեջ արդեն գտնում էր սուբոտեքսի հաբերը։ Որոշ ժամանակ անց թմրամիջոցն էլ իրացվում էր տարբեր անձանց, դարձյալ ամերիկացի Աշոտի ցուցումով։ Փաստի առթիվ քննչական գլխավոր վարչության հատկապես կարևորագույն գործերով քննության վարչությունում հարուցվել է քրեական գործ։ Կարեն Ստեփանյանը կալանավորված է, կատարվում է նախաքննություն։ Օրեր առաջ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողներն իրացնելով օպերատիվ տվյալները թմրամիջոց պահելու եւ օգտագործելու կասկածանքով Բագրատունյաց փողոցից Opel Astra Magnish-ի ավտոմեքենայով հանդերձ վարչություն բերման ենթարկեցին երևանցիներ 1956 թվականին ծնված Սեթրակ Հախվերդյանին եւ նրա 2 ուղևորներին։ Խուզարկությամբ Հախվերդյանի մոտից հայտնաբերվեց 1 գրամ դեղնավուն փոշենման զանգված։ Նրա բացատրությամբ հայտնաբերված է հերոին էր, որը գնել էր անծանոթ տղամարդուց Երևանի բանկի կռուկ կոչվող խաչմերուկից 50 հազար դրամով։ Ձեռնարկված միջոցառումներով պարզվեց, որ հերոինը Հախվերդյանը հեռախոսով պատվիրել էր Գորիս քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Արմեն Ալեքսանյանին Պուճուր մականվամբ, իսկ գնել էր Այնթապ գյուղի բնակիչ 30-ամյա Նորայր Կարապետյանից։ Նույն օրը Կարապետյանն իր ծանոթ 1978 թվականին ծնված Նորայր Մելքոնյանի հետ բերման ենթարկվեց վարչություն։ Պարզվեց, որ Կարապետյանն իր ծանոթին էլ է հերոին իրացրել։ Փաստի առթիվ հարուցվեց քրեական գործ։ Նորայր Կարապետյանը կալանավորվեց։ Նախաքննության ընթացքում օպերատիվ տվյալներ ստացվեցին, որ հերոինին նշված խմբականակը հիմնականում իրացնում է Ներքին Չարբախի բնակիչ 1967 թվականին ծնված Աշոտ Մկրտչյանը։ Վերջինիս բնակարանի խուզարկությամբ հայտնաբերվեց 0.55 գրամ հերոինի նմանվող զանգված։ Աշոտ Մկրտչյանը խուսափեց նախաքննության մարմնին ներկայանալուց, ինչի համար էլ նրա նկատմամբ հայտարարվեց հետախուզում։ Ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում օրեր անց Երևանի Բյուզանդի փողոցից հայտնաբերվեց եւ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն բերման ենթարկվեց Աշոտ Մկրտչյանն ու եւս 3 հոգի։ Խուզարկությամբ Մկրտչյանի գրպանից հայտնաբերվեց 0.8 գրամ, իսկ Գուլպայից 0.3 գրամ հերոին տեսակի թմրամիջոցի նմանվող զանգված։ Աշոտ Մկրտչյանը կալանավորված է, կատարվում է նախաքննություն։ Սեպտեմբերի 13-ին ոստիկանության կրթահամալիրում տեղի ունեցած միջոցառումը սովորականներից չէր։ 20 տարի առաջ ոստիկանության կրթահամալիրի, այն ժամանակ միլիցիայի բարձրագույն դպրոցի շարահրապարակից ներքին գործերի նախարարության աշխատակիցներից կազմված հերթական խումբը մեկնեց ռազմաճակատ, թշնամու ոտնձգություններից պաշտպանելու մեր հայրենիքի սահմանները։ Հունվարյան այդ օրը մարտադաշտ մեկնողները ներքին գործերի նախարարության 167 աշխատակիցներ էին։ Առաջին մարտերից մեկում 2 զոհ տվին եւ 11 վիրավոր։ Ջոկատի տղաների մի մասն այսօր հավերժությանն են։ Ոմանք վաստակած հանգստի են անցել, իսկ մյուսները շարունակում են ծառայել օրենքին ու հայրենիքին։ Սեպտեմբերի 13-ին ջոկատը կրկին շարահրապարակում էր։ Այստեղից գնալու են Քաշաթաղ, բարձրանալու են դիրքերը Ղոչազ Սար։ 20 տարի անց մարտական փառքի ուղիներով անցնելու նրանց որոշումը ողջունել եւ բարի ճանապարհ է մաղթել նաեւ ոստիկանության պետ գեներալ լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը, ով ի դեպ նույն շարհարապարակում նրանց բարի ճանապարհ էր մաղթել նաեւ 20 տարի առաջ։ Իսկ մեկնելուց առաջ ծաղկեպսակ ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված ոստիկանների հուշակոթողին ու մոմավառություն նրանց հոգիների անմահության համար։ Բարի ճանապարհ ու բարի վերադարձ։ Մեր թողարկումը մոտենում է ավարտին, ես ձեզ հրաժեշտ եմ տալիս, իսկ դուք կարող եք դիտել եւս մեկ սյուժե։ Ցտեսություն։
Սեպտեմբերի 10-ից մայրաքաղաքում մեկնարկեց Երևանը մեր տունն է խորագիրը կրող եւ շուրջ մեկամսյա կյանք ունեցող ծրագիրը։ Երևանը մեր տունն է ծրագրի առաջին օրը սեպտեմբերի 10-ին շուրջ 350 մասնակից ոստիկանության հետ համատեղ Երևանի 12 վարչական շրջանների 55 դպրոցների հարակից տարածքներում իրականացրեցին հասարակական կարգի պահպանման աշխատանքներ։ Հաղորդման գործընկերն է Էլիպս ընկերությունը։ Էլիպս 20 տարուց ավելի անվտանգության համակարգերի ոլորտի առաջատարը Հայաստանում։